Բարի երեկո, եւս մեկ անգամ սիրելի ունկնդիրներ, կարծում եմ ժամանակն է արդեն սկսելու մեր վեբինարը։ Շնորհակալություն, որ ձեր երեկոն ծախսում եք այսպիսի թեմայի համար, բայց ինչպես կտեսնեք, բավականին ակտուալ եւ բոլորիս համար չափազանց կարեւոր թեմա է։ Մի փոքր ներկայանամ, իմ անունը Աննա է, ես վիրաբուժմամոլոգ եմ, աշխատում եմ Բարսելոնայի Կրեու Բլանկա եւ Կլինիկա Մոնալիսա կլինիկաներում, ինչպես ամբուլատոր պրակտիկայում մամոլոգիական հիվանդների հետազոտություն իրականացնելով, այնպես էլ հանդիսանում եմ պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժական թիմի անդամ եւ հիմնականում զբաղվում ենք կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ամբողջ կազմակերպմամբ, քաղցկեղի հեռացումից մինչև ռեկոնստրուկցիան։ Կցանկանայի նշել ինչի մասին չէ այս զրույցը, այս վեբինարը, ինչպես հասկացաք, ես ռենտգենոլոգ չեմ եւ մենք չենք անցնելու մամոգրաֆիայի մասնագիտական անցկացման ասպեկտները, նեղ մասնագիտական, այլ անցնելու ենք ինչ է կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը, ինչ է ընդհանրապես սկրինինգ հետազոտությունը եւ որքանով է դա կարեւոր, որպեսզի կանխենք որոշակի տարածված հիվանդությունների մահացությունը եւ հիվանդացությունը եւ որքանով է դա արդյունավետ։ Մինչ այդ քննարկենք կրծքագեղձի քաղցկեղի էպիդեմիոլոգիական տվյալները։ Ինչպես գիտենք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է։ 20 թվականին աշխարհում նոր դեպքերի սպասվող կամ գնահատվող քանակը կազմեց 2.3 միլիոն։ Նշվում է, որ 20 թվականին դարձել է ընդհանրապես ախտորոշվող ամենահաճախ քաղցկեղը աշխարհում, կրծքագեղձի քաղցկեղը կանանց քաղցկեղով պայմանավորված մահացության առաջատար գործոնն է եւ մահացությունը սպասվող կազմել է 685,000 դեպք։ 2007 թվականից սկսած կրծքագեղձի քաղցկեղի մահացությունը աճում է 50-ից երիտասարդ կանանց մոտ եւ ընդհակառակը կրճատվում է 50-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ։ Ինչպիսին է պատկերը Հայաստանում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանում ընդհանուր քաղցկեղի կառուցվածքի մեջ կազմում է 12.8%, իսկ կանանց քաղցկեղի մեջ կազմում է համարյա 1/3, 27.3%։ Մահացության թվերը բերված են ստորև, ինչպես տեսնում եք, 504 եւ անցնենք այն թեմային, ինչ է նշանակում սկրինինգ։ Սկրինինգը անգլերեն screening ընտրում, տեսակավորում, առաջնային հետազոտության համակարգ է, որը կազմակերպվում է տվյալ երկրի առողջապահական պետական մարմնի կողմից եւ ընդգրկում է բնակչության այն խավերը, որոնք կամ տեղեկացված չեն որոշակի հիվանդությամբ հիվանդանալու իրենց ռիսկի մասին, կամ էլ արդեն կրում են այդ հիվանդությունը, որպեսզի հայտնաբերեն անձանց, ովքեր կստանան առավելագույն օգուտ վնաս հետագա հետազոտությունների եւ բուժման արդյունքում։ Եթե ավելի ճշգրիտ լինենք, սկրինինգը ոչ թե անգլիական ծագման բառ է, այլ հոլանդական սիֆ բառից, որը նշանակում է մաղել, ալյուր մաղել։ Երբ մենք վերցնում ենք ալյուրի պարկը, մենք չգիտենք մեջը ալյուրը լավն է թե վատ է, մաղելուց հետո լավ ալյուրը անցնում է մեր մաղով, իսկ վատ գնդերը, ասենք քարերը կամ աղբը մնում են մեր մաղի մեջ։ Նույն իմաստը ունի սկրինինգը, երբ ասենք վատը մաղում ենք, որպեսզի հետազոտենք, իսկ լավը արդեն անցնում է։ Այն դեպքում, երբ հիվանդը արդեն ունի բողոքներ, դա սկրինինգ չէ, դա ախտորոշում է, դա կարևոր է հիշել։ Կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում սկրինինգի նպատակն է կրծքագեղձի քաղցկեղի նախակլինիկական վաղ փուլերում հայտնաբերումը։ Մտածեք այս թեմաների վերաբերյալ, այսինքն ենթադրենք, սիրելի տիկնայք եւ պարոնայք, վաղը դուք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն եք լինելու եւ ձեր պետությունը, ձեր ազգային ժողովը առաջադրում է հետեւյալ մեթոդները սկրինինգ հետազոտություն իրականացնելու համար։ Գրեք խնդրեմ չաթում այս 6 տեսակներից, որը դուք կընտրեիք եւ ինչու, հետո կվերադառնանք այս թեմային։ Սրանք այն հետազոտություններ են, ովքեր տարբեր հետազոտողների կողմից տարբեր պատմական պահերի առաջարկվել են որպես սկրինինգ հետազոտություն։ Մտածեք, որը դուք կընտրեիք, մենք դեռ կվերադառնանք այս ցուցակին
եւ կքննարկենք ինչ սկզբունքներով ենք հիմա մենք ընտրում որևէ հիվանդության սկրինինգ հետազոտությունը։ Իսկ ես անցնեմ այն նախապայմաններին, որոնք առաջադրվում են սկրինինգ հետազոտությանը։ Տվյալ երկրում սկրինինգ հետազոտություն անցկացնելու համար կան նախապայմաններ, որոնք առաջադրվում են եւ հիվանդությանը, եւ կան նախապայմաններ, որոնք առաջադրվում են հետազոտությանը։ Հիվանդության կողմից անհրաժեշտ է, որ հիվանդությունը լինի տվյալ երկրի համար առողջապահական լուրջ խնդիր, տարածված հիվանդացությամբ ու մահացությամբ։ Փողինձներ են մաշկաբանները, օրինակ, եղունգների սնկային ախտահարման դեպքում ես չգիտեմ պետություններ, ովքեր կատարում են սկրինինգ հետազոտություն, որտեղ դա չի բերում բնակչության ծանր վիճակի, մահացության եւ այլն եւ այլն։ Եվ այդպիսի հիվանդությունները բազմաթիվ են։ Այսինքն, որպիսի պետությունը գումար ծախսի եւ ամբողջ տարգետ բնակչությանը ասի, դուք պետք է գնաք հետազոտության, պետք է լինի լուրջ պատճառ, լուրջ պատճառը դա տարածված հիվանդությունն է եւ զգալի մահացությունը։ Երկրորդ կետը հիվանդությունը պետք է ունենա հասանելի բուժում պոտենցիալ առողջացմամբ, եթե հայտնաբերվում է վաղ նախակլինիկական փուլում։ Եթե ձեր սկրինինգի նպատակը, ասենք մահացու հիվանդություն հայտնաբերելն է, որը տվյալ պահին բուժում չունի, դուք ընդհանրապես իմաստ չունի ձեր սկրինինգը հայտնաբերել հիվանդությունը եւ հիվանդին ասել 10, 20, 15 տարի հետո այսքան ամիս տանջվելու ես ու հետո այսպես մահանալու եք։ Դա իմաստ չունի եւ ոչ նպատակային ծախս է պետության կողմից։ Այսինքն պետք է իմանանք, որ մեր քայլը վաղ հայտնաբերելու դեպքում արդյունք է տալու։ Հիմա ինչ է սկրինինգը այլ բառերով, այս սև ոչխարին պետք է գտնենք։ Եվ ինչպես տեսնում ենք, այս սև ոչխարը ունի եզրագծեր, չափեր, գույն։ Եթե ասենք այս ոչխարները լինեն մարաքում կամ գոմում, այս ոչխարը եթե վերև աճի, կծակի կտուրը, այսինքն կունենանք մաշկի ախտահարում, չէ՞, քաղցկեղի կողմից։ Եթե ներքև աճի, կախտահարի մկանները, նյարդերը, կունենանք ցավային սիմպտոմներ, շատ հազվադեպ դեպքերում կունենանք պտուկից արտադրություն կամ պտուկի ձևափոխում, եւ եթե սկսի սևացնել իր կողքի ոչխարներին, բորբոքային տեղային կամ ընդհանուր ինֆլամատոր քաղցկեղի դեպքում կունենանք համապատասխան նշաններ։ Ինչ է նշանակում դա մամոգրաֆիայի դեպքում։ Որ մենք սկրինինգ մամոգրաֆիայի դեպքում տեսնում ենք միկրոկալցիֆիկատներ, տեսնում ենք քաղցկեղի բնութագրական ձևը, սպեկուլյացիաները կամ ճառագայթային ախտահարումները, բազմահանգույց ձևը, ունի որոշակի չափ, ուշադրություն դարձրեք չափին եւ գույն, այսպես ասած, ինչ որ օտար մարմինի աճում բրծքի մեջ։ Ինչպես նաեւ կարող ենք տեսնել եզակի լայնացած ծորան, կառուցվածքի շեղումներ, ասիմետրիա, տեղային խտության բարձրացում եւ այլն։ Հիմնական կետը այսքանից, որի վրա ուղղված է հենց սկրինինգ, ոչ թե ախտորոշիչ, այլ հենց սկրինինգ մամոգրաֆիան դա ուռուցքի չափն է։ Այսինքն կատարելով սկրինինգ մամոգրաֆիա մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ որքան փոքր հայտնաբերենք քաղցկեղը, այնքան մեծ է նա բուժելու հնարավորությունը։ Մի կողմից սա շատ պարզեցված մոտեցում է, որովհետև ինչպես գիտենք, կրծքագեղձի քաղցկեղը բարդ բիոմոլեկուլյար պրոցես է, բարդ հատկանիշներով եւ նրա կանխագուշակումը միայն չափով չէ պայմանավորված մոլեկուլյար հատկանիշներով, ռեցեպտորներով, հիվանդի հատկանիշներով եւ այլն, բազմաթիվ ֆակտորներից է կախված։ Բայց համենայն դեպս չափը ունի շատ կարևոր նշանակություն պրոգնոզի համար ու դա հաստատվել է բազմաթիվ հետազոտություններում։ Օրինակ, ինչպես տեսնում եք, այստեղ 15 տարվա սա կոհորտային հետազոտություն է, 15 տարվա ապրելունակությունն է դիտարկվում նոտ պոզիտիվ, այսինքն աղշային հանգույցները ախտահարված եւ նոտ նեգատիվ աղշային հանգույցները ոչ ախտահարված հիվանդների մեջ։ Ինչպես տեսնում եք, կախված ուռուցքի չափի մեծացումից մենք ունենում ենք ապրելունակության նվազում եւ բացասական հանգույցներով կանանց մոտ եւ դրական հանգույցներով կանանց մոտ։ Ընդ որում դրական հանգույցներով կանանց մոտ ավելի դրամատիկ է այդ
իջեցում ապրելունակության, այսինքն 2 սանտիմետրից սկսած համարվում է շոշափելիության սահմանը։ Սա այն սահմանն է, երբ հիվանդների մեծամասնությունը շոշափում է եւ գալիս է բժշկի մոտ։ Սա արդեն կլինիկական փուլն է եւ հայտնաբերելով նախակլինիկական փուլում մենք ունենք մոտավորապես 12%-ի սահման բարելավելու ապրելունակությունը, եթե խոսենք շատ բարձրացված մեխանիզմով։ Եվս մեկ հետազոտություն, օրինակ տեսնում եք յուրաքանչյուր 10 մմ, այսինքն 1 սանտիմետր աճելու դեպքում ինչպես է ամսական ապրելունակության օրը իջնում։ Այսինքն կոնկրետ չափը առանձին որպես կանխորոշիչ գործոն հաստատված է, որ ազդում է մահացության վրա։ Ինչպիսի նախապայմաններ են առաջադրվում հետազոտությանը։ Հետազոտությունը պետք է ունակ լինի, հայտնաբերել հիվանդության դեպքերի առավելագույն քանակ նախակլինիկական փուլում, ունենալ բարձր զգայունություն, ունենալ անվտանգության բարձր ցուցանիշներ, մատչելի գին, ապացուցված արդյունավետություն հասարակական առողջության համար, հիվանդության բուժումը նույնպես պետք է լինի մատչելի տվյալ երկրում։ Եթե հետագա ախտորոշումը եւ բուժումը կախված են հիվանդության եւ առողջության համար լուրջ վտանգների հետ, տեստը պետք է օժտված լինի բարձր սպეციფიკությամբ եւ պետք է ունենա ստանդարտիզացված ալգորիթմ եւ կախված չլինի հետազոտողի փորձից, հմտությունից, այլ սուբյեկտիվ գործոններից։ Վերադառնանք մեր հետազոտություններին, հիմա կփորձեմ չաթում նայել, թե որ հետազոտությունն եք ընտրել։ Կան պատասխաններ։ Ահա։ Շատ լավ, շատ ճիշտ է, ուլտրաձայնային հետազոտությունն եք բոլորդ ընտրել, ես էլ կընտրեի ուլտրաձայնային հետազոտությունը, բայց ցավոք ինչ են մեզ ասում հետազոտությունները։ Հատ քննարկենք հետազոտությունները եւ ինչու ենք այսօր ընտրել այն, ինչ որ ընտրել ենք։ Կրծքի ինքնահետազոտությունը շատ հրապուրիչ է առողջապահական համակարգերի կողմից բազմաթիվ երկրների, դրա համար երևի ամենաշատ հետազոտված սկրինինգ մեթոդն է եւ շատ գումարներ են ներդրվել, որպեսզի ապացուցեն, որ դա կարող է բերել մահացության կրճատման, բայց ցավոք ամենամեծ, ամենախոշոր հետազոտությունները տարիներով կատարվող Ավստրալիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում տարիներով բժիշկները դուրս են եկել ագիտացիաների, հեռուստահաղորդումներով, հիվանդներին շատ ծրագրավորված լավ կամպանիաներ են եղել, ցույց է տրվել, որ արդյունքում ոչ միայն չի բարձրանում նախակլինիկական փուլերի հայտնաբերումը կանանց կողմից, այլև հակառակը մեծանում է կանանց կասկածամտությունը, տագնապային իրավիճակները, ավելի հաճախ են դիմում բժշկին, դրանով բարձրացնելով առողջապահական համակարգի գերբեռնվածությունը եւ ուղղակի անընդհատ կանանց մտքերը լինում են այդ ինքնահետազոտման, վայ այստեղ ինչ որ բան աճեց, վայ այստեղ ինչ որ բան փոփոխվեց, այսինքն ամիս կանանց կյանքը պատտվում է դրա շուրջ։ Դրա համար հիմա ոչ միայն խորհուրդ չի տրվում, այլև ասվում է, որ դա հակառակը բերում է հիվանդների կյանքի որակի վատթարացման։ Ուլտրաձայնային հետազոտությունը փայլուն միջոց է, ներկայիս սարքերը շատ մեծ թույլտվությամբ, զգայունությամբ թույլ են տալիս հայտնաբերել բազմաթիվ քաղցկեղի օջախներ, բայց էքսպերտ փորձագետ ձեռքերում եւ ինչ առավելություններ ունի մամոգրաֆիայի հետ համեմատած։ Ուլտրաձայնային հետազոտությունը ավելի լավ է տեսնում բարձր խտությամբ կրծքում, որտեղ մամոգրաֆիայի զգայունությունը կտրուկ իջնում է։ Ուլտրաձայնային հետազոտությունը ունի տարիքային սահմանափակում, թեկուզ 15 տարեկան, 18 տարեկան, 20 տարեկան կարող են կիրառել։ Օժտված է բարձր անվտանգության հատկանիշներով եւ ավելի լավ է ախտորոշում միմյանցից դիֆերենցիալ ախտորոշում իրականացնում բարորակ հիվանդությունների միջև։ Հիմնական թերությունը, որի պատճառով այդպես էլ չկարողացավ լինել սկրինինգ մեթոդ, սուբյեկտիվությունն է։ Ուլտրաձայնային հետազոտության արդյունքը չեն կարող ավտոմատիզացնել եւ շատ է կախված իրականացնողի կլինիկական փորձից։ Քանի որ բազմաթիվ եվրոպական երկրներում, որտեղ իրականացվում են հենց այդ մեծ ռանդոմիզացված հետազոտությունները,
բոլոր բժիշկները, այսինքն մամոլոգը պետք է իրականացնի իր ուլտրաձայնային հետազոտությունը, գինեկոլոգը պետք է իրականացնի իր, այսինքն բժիշկը համակցում է, դա համարվում է հմտություն, ոչ թե առանձին սպեցիալիզացիա, հիմնականում հմտությունների կարգով այն միջակ է զարգացվում։ Եվ դա, այո, իհարկե, դա ռենտգենոլոգների սպեկտրի մեջ մտնող կա նաև մասնագիտություն, բայց ցանկանում եմ ասել, որ էքսպերտների քանակը կներեք, որպեսզի համատարած այս հետազոտությունը առաջարկվի։ Ցավոք, կրծքի թերմոգրաֆիան պատմական ինձ համար սովետական ժամանակների ինչ-որ երևույթ է, որը ռեգուլյար ցանկանում են վերակենդանացնել, բայց դեռևս ինչ-որ տպավորիչ արդյունքների չեն հասել։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան իհարկե ունի բարձր զգայունություն, մի քիչ զիջում է յուրահատկության առումով, բերում է շատ ավելի հիպերդիագնոստիկայի, որովհետև բորբոքային բոլոր օջախները շատ մեծ զգայունությամբ ցույց է տալիս, ուղղակի թանկ հետազոտություն է, մենք չենք կարող համատարած իրականացնել այս հետազոտությունը բոլորին, դրա համար սա համարվում է ռեզերվ բարձր ռիսկի պոպուլյացիայի համար։ Պետսկանը հիմնակրծքի համար քիչ կիրառելիություն ունի, ավելի շատ ներկրծքային աղջահանգույցների մետաբոլիկ փոփոխություններ գնահատելու համար եւ իհարկե շատ թանկ հետազոտություն է եւ մամոգրաֆիան ընդդվիներից կամ Oscar goes to mammography, որը ունի զգայունություն 75-ից 90% եւ տարգետ խմբում եւ յուրահատկություն 90-ից 95%։ Մամոգրաֆիկ հետազոտության մասին մի փոքր պատմական ակնարկ, առաջին բժիշկը, ով իրականացրել է կրծքի հեռացված կրծքի վրա կրծքագեղձի պաթոլոգիական նմուշի վրա իրականացրել է ռենտգենոգրաֆիկ հետազոտություն 1913 թվականին ազգությամբ հրեա գերմանացի գիտնական Ալբերտ Սալոմոնն է եւ հայտնի գեոպոլիտիկ պատճառներով, որը ազդել է նաեւ նրա ճակատագրի վրա, մինչև 27 թվականը ոչ մի հրապարակում չի եղել այլևս մամոգրաֆիայի մասին։ 29 թվականին Օտտո Կլենշմիդտը նույն Գերմանիայից հրապարակում է Լեյպցիգի համալսարանական կլինիկայում մամոգրաֆիկ հետազոտության կիրառման մասին տվյալները եւ հիմնականում մամոգրաֆիան իր ծաղկումն է ապրել ամերիկացի Ռոբերտ Եգանի 60-ական թվականներին տպագրված հետազոտությունից հետո, որտեղ ամփոփվում էր ԱՄՆ-ի 15 կլինիկաներում մամոգրաֆիկ հետազոտության փորձը։ Դրանից հետո համարվում է մամոգրաֆիայի ծաղկման շրջան, հատկապես 20-րդ դարի վերջին քառորդում, երբ իրականացվում են 8 մեծ ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունները, որտեղ մասնակցում է մոտ 250,000 կին, որոնք ռանդոմիզացվում են երկու խմբերում հետազոտության եւ հսկողության եւ կամ կոնտրոլի խումբ, միջինում հետազոտությունները իրականացվել են 6-ից 7 տարի, կանանց նկատմամբ հսկողությունը իրականացվել է 15 ու 8 տարի, եւ այս հետազոտությունները գումարային ցույց են տվել, որ մահացությունը շնորհիվ մամոգրաֆիայի կիրառման մահացությունը կրճատվում է, կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը կրճատվում է 20%-ով, իսկ 60-ից 69 տարեկան կանանց մոտ 33%-ով։ Եվ այս հետազոտությունների արդյունքում նաև առաջ է քաշվում այն թեզը, որ եթե կանայք բոլոր ռաունդները գնան մամոգրաֆիայի, բաց չթողնեն, հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղի մահացության կրճատում 65%-ով։ Ներկայումս պետական մակարդակով, այնպես ինչպես պետք է, կազմակերպված ձևով իրականացվում են մոտ 26 երկրներում, չնայած երկրների քանակը իրականում ավելի շատ է, բայց ամերիկյան կրիտերիաներով անցնող երկրները հետևյալն են, մենք դեռ կվերադառնանք այս աղյուսակին եւ կներեք աշխարհում կիրառվող մամոգրաֆների տեսակներն են հիմա
Անալոգային, այսինքն հին ֆիլմերի վրա տպող մամոգրաֆները, կոմպյուտերիզացվածը, որը անցում է այն էտապեր անալոգայինի եւ թվայինի միջև, թվայինը, որ ներկայումս ամենատարածված տեսակներից է, թվային տոմոսինթեզը, երբ չերտ ցույց է տալիս պատկերը, մամոգրաֆիայի եւ ավելի մոդեռն տարբերակները արհեստական ինտելեկտի կիրառմամբ կամ եռաչափ մոդելավորման տեսակները։ Մամոգրաֆիայի հիմքում ընկած է բիրաց դասակարգումը, որը առաջարկվել է 1985 թվականին եւ մինչ օրս որոշակի փոփոխություններով, բայց հաջող իրականացվում է։ Ինչպես տեսնում եք, բիրացի խմբերը կապված են քաղցկեղի որոշակի հավանականության հետ եւ որոշակի էքսպերտներ պնդում են, որ միայն 0-ից 2-ն են կիրառելի սկրինինգ մամոգրաֆիային, իսկ մնացածը համարվում են ախտորոշիչ մամոգրաֆիայի կատեգորիաներ։ Մամոգրաֆիան իրականացվում է 4 հիմնական պոզիցիաներում՝ աջ ձախ եւ MLO ու SSL, այսինքն mediolateral oblique եւ craniocaudal։ Դրանց իմաստը ինչումն է։ Երբ ասում ենք craniocaudal, մենք նկատի ունենք հենց ճառագայթների անցնելու ուղղությունը, որ վերևից ներքև է։ Այս դեպքում պետք է սա հասկանալ, որ այս դեպքում երբ սեղմում են կուրծքը, կուրծքը ունի հորիզոնական տեսք, բայց ճառագայթները կրծքով անցնում են վերտիկալ։ MLO կամ mediolateral oblique, mediolateral թեք մամոգրաֆիայի դեպքում կուրծքը սեղմվում է թեք ուղղությամբ եւ վերին կվադրանտները մի մասում են սեղմում, ստորին կվադրանտները մեկ։ Սա կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ինտերպրետացնել մամոգրաֆիայի արդյունքները։ Օրինակ, կարևոր է, որովհետեւ նկարները երկչափ են, իսկ կուրծքը եռաչափ օրգան է, մենք պետք է հասկանանք, որտեղ է ուռուցքը տեղակայված։ Եվ տվյալ դեպքում մի քիչ լավ չի երևում նկարում, ներողություն եմ խնդրում, այս կնոջ մոտ ունենք կալցինատներ, այս զոնայում, որտեղ սլաքով է ցույց տրված, եւ եթե մի նկարում այս կալցինատները հայտնաբերվում ենք այս զոնայում, այսինքն արտաքին զոնայում, կրանիոկաուդալում եւ MLO-ում տեսնում ենք վերին զոնայում, այսինքն սա վերին արտաքին կվադրանտն է աջ կրծքի։ Եթե ունենայինք, ասենք, արտաքին եւ այստեղ ստորին կվադրանտ, արտաքին ստորին կվադրանտում կլիներ։ Այդպես կարդում ենք արդեն մամոգրաֆիայի արդյունքները, այսինքն եւս մեկ անգամ կրանիոկաուդալ նկարների դեպքում վերին հատվածը համապատասխանում է կրծքի արտաքին հատվածին, ներքին հատվածը կրծքի ստորին հատվածը կրծքի ներքին հատվածին, իսկ MLO-ում վերինը վերինը, ստորինը ստորինը։ Կան նաև լրացուցիչ հարթակներ իրականացնելու համար, օրինակ իմպլանտների դեպքում երկու հարթություն ավելանում է եւ այլն, դրանք արդեն մի քիչ անցնում են ախտորոշիչ մամոգրաֆիայի ոլորտը, դրանց վրա այսօր չենք կանգնի։ Լավ, որոշեցինք ինչպիսի սկրինինգ գործիք ենք ընտրում, մամոգրաֆիա։ Հիմա տիկնակ եւ պարոնայք առողջապահության նախարարներ, դուք պետք է ընտրեք, որ տարիքում եք իրականացնելու կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը։ 40-ից երիտասարդ տարիքում, 40-ից 75 տարեկանում, թե 75-ից բարձր տարիքում։ Եվ ինչու։ Սկզբում նայենք, թե ինչպես են այդ հարցը լուծել այն երկրները, որոնց մասին ասեցի, այն 26 երկրները, ինչպես տեսնում եք, կանաչով նշել եմ այն երկրները, որոնք իրականացնում են 40-ից 75 տարեկանում եւ կարմիրով այն երկրները, որոնք 50 տարեկանից։ Կան 4 երկիր՝ Ավստրալիա, ԱՄՆ, Կորեա եւ Ճապոնիա, եթե չեմ սխալվում, ովքեր նույնիսկ 75+ տարիքն են ընդգրկում, դրա մասին նույնպես կխոսենք։ Դեպատների առարկա է միշտ եղել 40-ից 50 տարեկանում,
իրականացումը մամոգրաֆիայի, որովհետև ովքեր հակառակ են այդ տեսությանը, պնդում են, որ այնքան մեծ է կրծքի խտությունը 40-ից 50 տարեկանում, որ իջնում է մամոգրաֆիայի զգայունությունը եւ անիմաստ է իրականացնել մամոգրաֆիա։ Ցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս հետազոտությանը, որ բավականին լուսաբանված հետազոտություն էր, դուրս էր եկել նույնիսկ ամերիկյան նորություններում, բժշկական կայքերում եւ այլն, իրականացվել է բրիտանացի հայտնագիտական Ստիվեն Դաֆի եւ համահեղինակների կողմից 2020 թվականին Lancet ամսագրում է տպագրվել եւ 23 տարի շարունակ իրականացվող UKH trial հետազոտությունների ամփոփման արդյունքում նա ցույց տվեց, եթե ընդգրկում են 40-ից 50 տարեկանների խումբը, 25%-ով ավելի կրճատում ենք մահացությունը կրծքագեղձի քաղցկեղից համեմատությամբ նրա, եթե ընդգրկում ենք միայն 50-ից ավել խումբը։ Եվրոպական փորձագետների խումբը քննարկելով բոլոր ուղեցույցները ամփոփել է այստեղ այս ավյուսակում եւ ինչպես տեսնում եք հիմնականում ամբողջ աշխարհը ուղղորդվում է քիչ թե շատ փոփոխություններով ուղղորդվում է ամերիկյան ուղեցույցներով ուշադրություն դարձրեք American Cancer Society ACSC ուղեցույցին, որոնք ասում են, որ 40 տարեկանից, եթե կինը ցանկանում է, կարող է 40 տարեկանից սկսել ամենամյա մամոգրաֆիա։ 45 տարեկանից նրան արդեն խորհուրդ է տրվում ամենամյա մամոգրաֆիա մինչև 54 տարեկանը, 54-ից հետո նա ընտրություն ունի իրականացնել ամենամյա շարունակել կամ անցնել 2 տարի մեկ անգամ։ Այս հետաքրքիր պահին ուշադրություն դարձրեք, շարունակում է կինը այնքան, մինչև նրա կյանքի սպասվող տևողությունը 10 տարուց ավել է։ Մենք դեռ այս թեմային էլի կվերադառնանք, սա 75-ից ավել կանանց մոտ մամոգրաֆիայի իրականացման նպատակահարմարության մասին է։ Հիմա սիրելի առողջապահության նախարարներ, եւս մի հարց պիտի լուծենք։ Դուք ասենք հանդիսանում եք մի երկրի նախարար կամ առողջապահության կազմակերպիչ, որի բյուջեն շատ սահմանափակ է։ Ձեզ տվել են որոշակի գումար եւ ասում են իրականացրել, սա կանանց տարիքից կախված քաղցկեղի թվերն են ու ասում եք որոշեք որ տարիքում եք իրականացնելու մամոգրաֆիան։ Բնականաբար դուք կընտրեք ամենաշատ հաճախականություն ունեցող խումբը 50-ից 69 տարեկան խումբը, որը ընտրում են եվրոպական երկրների մեծամասնությունը եւ ինչպես հասկացա Հայաստանում շարժական մամոգրաֆիան ընդգրկում է հենց այդ խումբը Հայաստանի որոշակի շրջաններում։ Դրա մասին կվերադառնանք խոսել։ Եթե ձեր գումարը մի քիչ ավելի շատ է, որ կողմի ուղղությամբ դուք կլայնացնեիք դեպի ավելի երիտասարդ կատեգորիան, թե ավելի տարեց կատեգորիան։ Մտածեք ոչ թե առանձին հիվանդների, ոչ թե մարդու կյանքի։ Երիտասարդ։ Բնականաբար։ Հատկապես COVID-ի ժամանակ, ինչպես գիտեք, ես չգիտեմ Հայաստանում եղել է թե ոչ, բայց Իտալիայի եւ Իսպանիայի բժիշկների կարճ ժամանակահատվածում հենց շտապ օգնության բաժանմունքներում, երբ չէին հերիքում բժիշկներ, պիտի անընդհատ այս ընտրությունը կատարեին, ում փրկել։ Տվյալ դեպքում պարզ է, որ մի քիչ գնում ենք դեպի երիտասարդների կողմը։ Հիմա ձեր գումարը մի քիչ ավելի շատ է եղել։ Ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ հարց ունի պրագմատիկ կողմ։ Ոչ միշտ է առողջապահության համակարգը իր որոշումները հիմնում միայն հիվանդացության թվերի վրա։ Միշտ պետք է լինի ռացիոնալ միտք պետության շահերի առումով։ Եթե գումարը մի քիչ շատացավ, ընդգրկում ենք իհարկե նաև 70-ից 74 տարեկանների խումբը, օրինակ Շվեդիան, եւ հարուստ երկրները, ոչ միայն հարուստ երկրները, ուշադրություն դարձրեք ԱՄՆ, Ճապոնիա, այլ մեծ life expectancy ունեցող
երկրները, որտեղ մարդկանց կյանքի միջին տևողությունը բարձր է, այսինքն այդ 10 տարի ապրելու հնարավորությունը դեռ գոյություն ունի։ Եթե մարդու մնացել է տարբեր քրոնիկական հիվանդությունների արդյունքում ապրելու ընդամենը, ասենք 5-6 տարվա հնարավորություն, ինչ իմաստ ունի մամոգրաֆիա, բիոպսիա եւ մնացած ամեն ինչ։ Անցնենք առաջ, տարիքի մասին իմ կարծիքով հասկացանք, բնականաբար ունի մամոգրաֆիան նաև կողմնակի էֆեկտներ, եթե այդքան լավը լիներ, օրինակ շվեյցարիան 17 թվականին չէր հրաժարվի դրանից, բայց դե շվեյցարիան առանձին թեմա է, այսօր իմ կարծիքով չենք հասցնելու քննարկել։ Ուրեմն կրծքագեղձի քաղցկեղի հիպերդիագնոստիկան է։ Սա մի քիչ, օրինակ ինձ համար որպես ռուսական մասնագիտական կրթություն ստացած մարդու, դցիսը ծորանային ինսիտու կարցինոման ինձ համար միշտ ընկալվել է որպես քաղցկեղ։ Ես սկսած ուսանողական տարիներին որ ասում են ինսիտու քաղցկեղ, դա քաղցկեղ չէ, դա կարող է ամբողջ կյանքում այդպես մնալ, ես մինչև վերջ այս փիլիսոփայության խորքին ես այդպես էլ չեմ հասել, բայց ասում են մեր զարգացած երկրները, որ եթե ունի դցիս, դա ամբողջ կյանքում էլ իր տեղում կարող է մնալ ու ոչ մի բանի չբերել։ Մենք գնում մամոգրաֆիա ենք անում, ագրեսիվ բուժում ենք մարդկանց, անց ենք ասում բուժման բոլոր էտապներով, անիմաստ, այսինքն իմաստ չուներ նույնիսկ հայտնաբերել այս վաղ դեպքերը։ Ըստ Եվրոսկինի տվյալների այս դեպքերը կազմում են 6%։ Կեղծ դրական արդյունքները, այսինքն երբ մենք ասում ենք ձեր մամոգրաֆիան, բայց տանում ենք բիոպսիայի, սեկտորարեզեկցիայի եւ այլն, կինը անցնում է այդ սթրեսային վիճակով եւ վերջում պարզվում է, որ չունի ոչ քաղցկեղի ոչ մի նշան։ Ըստ բրիտանացի գիտնականների կեղծ դրական արդյունքով կանանց 2-3%-ի մոտ սեկտորալ հատում, ԱՄՆ-ում կեղծ դրական արդյունքների հավանականությունը կազմում է 30-ից 50%, իմ կարծիքով ընդհանուր կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ կոնսենսուսը մի քիչ ավելի ագրեսիվ է ԱՄՆ-ում, վաղ հայտնաբերել, բուժել եւ այլն, որը բերում է նաեւ այդպիսի կողմնակի ազդեցություններ, այսինքն միայն մամոգրաֆիայի փաստով ես չէի բացատրի այս տվյալները։ Կողմնակի ազդեցություններից մեկն են ինտերվալային քաղցկեղները, այն քաղցկեղները, որոնք կամ բաց են թողնվել սկրինինգի ընթացքում, կամ էլ հանդիսանում են քաղցկեղի արագ աճող ենթատիպ եւ աճել են սկրինինգային ինտերվալների միջև։ Տարբերում են 3 տեսակ, առաջին տիպ, որ չեն եղել նախորդ սկրինինգի ժամանակ, երկրորդ տիպ, որ մի քիչ փոփոխություններ են եղել, երրորդ տիպ, որ նշաններ առկա էին, բայց հետազոտողը չի տեսել։ Իմ պրակտիկայում ես մի անգամ եմ տեսել այդպիսի դեպք իմ գոլեգայի մոտ, որ իր հիվանդը ուղիղ 3 ամիս առաջ անցել էր մամոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն, մեծ ռիսկի խմբի կին էր, ժառանգական գործոնը կանացի կողմով առկա էր եւ ընդամենը 3 ամիս հետո նա գալիս է 2.5 սանտիմետրանոց ուռուցքով, բազմաթիվ հանձնաժողովներ, փորձում էինք պարզել ինչպես կարող ենք այդպիսի քաղցկեղը բաց թողնել, որը մամոգրաֆիկ արդեն հայտնի նշաններով դուրս եկավ եւ այլն, ուղղակի ավելի շատ հետազոտություններ են դուրս գալիս, որ առաջնային ագրեսիվ քաղցկեղը աճում է արագ եւ ոչ միշտ է հանդիսանում փոքր քաղցկեղի դանդաղ աճի տրամաբանական շարունակություն, այսինքն որ դրանք երկու տարբեր կենսաբանական պրոցեսներ են, ոչ թե մեկը մյուսի շարունակությունը։ Եվ մամոգրաֆիայի կողմնակի ազդեցություններին է պատկանում մամոգրաֆիայի փաստով առաջացած քաղցկեղը 1.6 պրոմիլե է ըստ որոշ հետազոտողների, բավականին ցածր թիվ է, որոշ դասախոսներ, երբ ես դեռ օրդինատուրայում էի, միշտ ասում են, որ օդանավակայանում այդ ձողի ռադիացիան ավելի շատ է, քան մամոգրաֆիայի ռադիացիան։ Շատ մի քիչ կոպիտ համեմատում եմ, բայց ամենայն դեպս այնքան շատ չէ, որպեսզի հիվանդների մոտ առաջացնեն տագնապները եւ այլն։
Շատ կուզենայի խոսել նաև ռիսկի խմբերից եւ տարբեր ռիսկի հաշվարկման ծրագրերից եւ այլն, կրծքագեղձի բարձր խտության մասին, կրծքագեղձի քաղցկերի սկրինինգի նորագույն ուղղություններից, օրինակ, որ ուլտրաձայնային հետազոտությունը որոշներդ նշել էիք, բայց հիմա այդ սուբյեկտիվ գործոնը հեռացնելու համար կատարվում են փորձեր, որպեսզի ավտոմատացված ուլտրաձայնային սարքեր լինեն, որոնք ստանդարտիզացիա լինեն եւ կախված լինեն իրականացնողի փորձից, մեթիլացված DNT-ն արյան մեջ, որը թոքի քաղցկերի համար արդեն բավականին շատ հետազոտություններ կան, սկսվում են նաև կրծքագեղձի քաղցկերի առումով, այսինքն արյան անալիզ տալով մենք կարող ենք բարձել, որ մեծ հնարավորությամբ այս կինը ունի կրծքագեղձի քաղցկեր։ Մամոգրաֆիկ սկրինինգը միշտ համարյա միշտ, եթե վաղ փուլերում ենք հայտնաբերում, մինիմալ ինվազիվ հետազոտություններ են կատարում, վակուում ասպիրացիոն բիոպսիա, ստերեոտակտիկ բիոպսիա եւ այլն, ռադիոնուկլիդային նշում, եւ որ սկրինինգի նպատակն է ոչ միայն ուռուցքը հայտնաբերելը, այլև կրծքագեղձի խտության, որոշակի խտության հայտնաբերումը եւ որովհետեւ դա արդեն ապացուցված գործոն է, ռիսկի գործոն է կրծքագեղձի քաղցկերի համար եւ խիստ մեծ խտությամբ կրծքերում իրականացվում է տամոքսիֆենով կամ այլ էստրոգենի ռեցեպտորների բլոկատորներով իրականացվում են պրոֆիլակտիկ բուժում։ Այսքանը, շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք։ Հարցերին։ Ահա, լսում եմ, եթե հարցեր կան, եւ ես էլ հարցեր ունեմ, եթե ինձ մի քիչ պատմեիք Հայաստանում որքան մամոգրաֆիկ ապարատ կա, ինչ էտապում է սկրինինգը, ինչ հորիզոններ կան, որովհետեւ մեզ շատ հետաքրքիր է։ Այո, լսում եմ։ Հա, բարև ձեզ։ Ես Հասմիկ Դավթյանն եմ, աշխատում եմ ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Հունվար ամսից սկսել ենք սկրինինգ ծրագիր։ Սկրինինգ հետազոտության ապարատը մոբայլ է, այսինքն տեղադրված է շարժական անիվների վրա։ Հիմա մենք անում ենք Վանաձորի հետ։ 5 ամիսա սկրինինգ ծրագիր է Վանաձորում եւ ընդգրկված են 50-ից 70 տարեկան տարիքային խմբի կանայք։ Իսկ ապֆատ նսիլի, այսինքն ներկայացումը կանայք գալիս են սկրինինգի եւ ինչպես են տեղեկացնում։ Ամբողջ այդ աշխատանքները կատարվել է տեղամասային բժիշկների հետ, տեղամասային բժիշկները ուղղորդում են, օրեկան 50-60 հիվանդ նայում ենք, օրեկան։ Որովհետև որոշակի հետազոտություններ էի տեսել նախորդ տարիների Հայաստանում, որտեղ նշվում էր, որ կանայք նույնիսկ եթե լինի մամոգրաֆիկ սկրինինգը, կանայք վախենալով լսել դիագնոզը եւ այլն չեն գնալու։ Դրա համար Հայաստանում առաջին անգամ է սա կազմակերպվում առողջապահության նախարարության կողմից ռենտգեն թվային մամոգրաֆիայով սկրինինգ։ Առաջին անգամ Հայաստանում սկսվել է այս ծրագիրը, պետք է 4 մարզ գնանք։ Հիմա մենք այս օգոստոս ամսին Վանաձորը ավարտում ենք, գնում ենք Սպիտակ։ Եվ ինտերվալը լինելու է 2 տարի, թե դեռ ինտերվալը չեք որոշել։ 2 տարվա ծրագիր է սա, առայժմ 2 տարվա, հետագայում մարզերը գուցե եւ ավելանան, ֆինանսավորումից է կախված։ Իսկ նախնական տվյալները դեռ չեք ամփոփել։ Դեռ տվյալները կա, բայց դեռ վերջնական չենք ամփոփել։ Ուզում եմ 6 ամիսը լրանա, որ 6 ամսվա ընթացքում մենք տեսնենք քանի հիվանդ ենք հետազոտել, քանի բիրած 4, քանի բիրած 5 ենք դրել, այդ բիրած 4-ից 5-ից քանիսն է հաստատվել բիոպսիայով, որովհետև մենք հիմա որ սկրինինգը կարդում ենք, իրանց կասկածելի դեպքերի ժամանակ հրավիրում ենք Երևան, գալիս են Երևան մեզ մոտ, մենք տեղում էլի լրացուցիչ մամոգրաֆիա ենք անում ու ուլտրասաունդ ենք անում, երբեմն բիրած 4-ը դառնում է բիրած 2-3, երբեմն բիրած 4-ը էլ մնում է։ Դրա դեպքում բիոպսիա ենք անում։ Հիմա այդ ամբողջ տվյալները մի քանի օր հետո կլինի։
Փայլուն շատ լավ լուրեր իրականում, աստված տա մամոգրաֆները շատանան։ Ես կպատմեմ փորձը, օրինակ ես հետազոտողների խմբում էի, որ իրականացնում ենք Ռուսաստանի Խանտամանսիվսկի ավտոնոմնի օբլաստյում իրականացնում ենք սկրինինգ մամոգրաֆիա, իրանց տվյալները բավականին եւ եվրոպական մակարդակով դիտվում են։ 1.6 միլիոն բնակչության հաշվարկով իրենք ունեն 45 մամոգրաֆ եւ իրականացնում են 40 տարեկանից 50 տարեկանը ամենամյա, իսկ 50-ից հետո 2 տարի մեկ անգամ։ Եվ իրոք տվյալները տեսնելով բերում եմ մահացության իրոք շատ մեծ կրճատման, Աստված ինձ համար դա կողմնորոշիչ չէ, որովհետև եթե 1.6 միլիոնը 45 մամոգրաֆ ունի, մենք երևի 2 անգամ ավելի կարիք ունենք, Աստված հասնենք։ Հայաստանում թվային տոմոսինթեզով մամոգրաֆիա կա Ուռուցքաբանական ազգային կենտրոնում, հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում, Աստղիկ բժշկական կենտրոնում, Սլավմեդում, Էրեբունիում թվային մամոգրաֆիա առանց տոմոսինթեզի։ Իսկ այդ շարժականն էլ է տոմոսինթեզով, թե ուղղակի թվային։ Չէ, ուղղակի թվային է։ Թվայինն էլ շատ լավ Չէ, շատ լավ է։ Մնաց 10 անգամ ավելացնենք։ Չէ, բայց իրոք դա շատ մեծ ձեռքբերում է, շատ մեծ քայլ է։ Ես հունվարից հետևում եմ այդ ձեռքբերմանը եւ իրոք շատ է ուրախացել, որովհետեւ ցավոք երբ միջազգային տվյալներով տեսնում ենք մահացության թվերը Հայաստանը տարածաշրջանում իրոք մի քիչ վատ առումով առաջատար է, հա։ Առաջատար է Հայաստանը։ Միգուցե արժե նաև ուշադրություն դարձնել բնակչության հետ տարվող աշխատանքի։ Իսկ օրինակ Իսպանիայում գինեկոլոգներն են իրականացնում ստուգումները, կլինիկական հետազոտությունները, հա, կրծքի եւ ուղղորդում մամոգրաֆիայի։ Մեզ մոտ հիմնականում թաղամասային թերապևտն է, թե գինեկոլոգները։ Բոլորը, ով զբաղվում է կանանց առողջության հարցով, նրանք կարող են ուղղորդել մամոգրաֆիայի։ Գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, ընտանեկան բժիշկները, տեղամասային թերապևտները, բոլորը։ Փայլուն, շատ լավ տվյալներ են, շնորհակալություն, իրոք ցանկանում ենք այդպիսի նորություններ լսել։ Կան հարցեր։ Ես բարև ձեզ, բժշկուհի Դավթյանին մի հատ բան հարցնեմ, բժշկության Նայրան։ Ես ձեզ չեմ տեսնում։ Իմ մոտ տեսախցիկը անջատած է։ Բժշկության մեր մոտ մինչև այդ սկրինինգի ծրագիրը, բայց կանայք սոցփաթեթով կամ ինչ-որ տենց ծրագրերով պետպատվերով հետազոտվում էին, չէ՞, չկար ոչ մի տենց Չէ, գիտես ինչ, այդ բանը պետպատվեր հիմա կա, սոցփաթեթով են գնում, բայց սոցփաթեթը ուլտրասաունդ է խորհուրդ տալիս։ Գնում են սոնոգրաֆիա են անում։ Եթե սոնոգրաֆիստը ինչ-որ մի բան տեսնում է, նոր ուղղորդում է մամոգրաֆիայի, եթե չէ, այդպես սոցփաթեթով ուլտրասաունդով մնում են։ Իսկ սոցփաթեթը որ տարիքին է ուղարկում սոնոգրաֆիայի, որ տարիքային խումբ կար, թե սոցփաթեթի բոլոր շահառուները։ Բոլոր շահառուները սոցփաթեթով ուլտրասաունդ անցնում են։ Որպեսզի մեր իսպանացի գոլեգաներին պարզենի, սոցփաթեթը այդ պետական ծրագիրը, որի շահառուներն են պետական աշխատողները, այսինքն դպրոցների ուսուցիչները, ուսումնական հաստատությունների, ինստիտուտների դասախոսները, այսինքն կանայք են, բայց ավելի երիտասարդ տարիք էլի։ Բոլոր տարիքը։ 65 տարեկան բոլոր կանայք։ Ուղղակի շատ լավ է այդ սոցփաթեթը, որ կա։ Ես ասում եմ շատ լավ է, բայց ինչն է տրագեդիան, որովհետև կանայք գալիս են բանը քենսերով 3-րդ փուլում։ Ասում է ես ամեն տարի սոնոգրաֆիա արել եմ սոցփաթեթով, ասել են նորմալ է։ Ես նայում եմ կուրծքը ճմրտված ու մեջը մեծ գոյացություն։ Ասում եմ դուք գոյացություն ունեք եւ այնքան ուշ ստադիա է, որ պետքա քիմիոթերապիայից սկսեք։
Դա էլ սոցիալական Նույն բանը, որ ես ասում էի իմ զեկուցման ընթացքում, այսինքն ուլտրաձայնայինի դեպքում շատ մեծ կապ ունի իրականացնողի փորձը, որովհետև շատ մեծ սուբյեկտիվության գործոն կա ցավոք։ Մասնագետը Այո, շատ։ Փաթեթը լավ է, բայց շատ բաց թողումներ են անում, անտեղի Եթե թույլ տաք, ես մի փոքր ավելացում անեմ, հա։ Ներկայանամ Հռիփսիմե Մարտիրոսյան, Հենարան հիմնադրամի տնօրեն։ Հենարան հիմնադրամը պացիենտական կազմակերպություն է, քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության։ Եվ այն կազմակերպությունն է, որ Բժիշկ Դավթյանի եւ այլ եւս երկու բժիշկների հետ միասին նրանց մասնագիտական ներուժը ներգրավելով մշակել է գործելակարգերը այս պիլոտային ծրագրի սկրինինգի կազմակերպումը։ Եվ պետք է նշեմ, որ ուրեմն եվրոպական գործելակարգերի լավագույն փորձին հետևելով Հայաստանում հիմա սկրինինգը իրականացվում է նկարները DICOM համակարգով ուղարկվում են Երևան եւ Երևանում ուռուցքաբանական ազգային կենտրոնն է իրականացնող իրավասու մարմինը սկրինինգային ծրագրի ամբողջ պատասխանատվությունը գործառույթները դրված են իր վրա եւ նկարների ուրեմն ուսումնասիրությունը կատարվում է երկու անկախ ռադիոլոգների կողմից, այսինքն double independent reading, blind reading իրականացվում։ Double reading։ Հա։ Ուրեմն նշեմ նաև, որ այս ծրագիրը իրականացվում է իհարկե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության սեփական բյուջեի միջոցներից։ Սա իրականացվում է դրամաշնորհային միջոցներով, այսինքն եթե չլիներ դրամաշնորհը, մենք գուցե այսօրվա վիճակով եւս չկարողանայինք այդ սկրինինգը իրականացնել։ Եվ ծրագիրը տևելու է 2 տարի, ընդամենը 3 մարզով է շրջելու շրջիկ մեքենան եւ առայժմ դեռ այս պահին մենք չունենք հստակ խոսելիք ասելիք, երբ որ ժամկետը լրանա 2 տարվա եւ երբ որ 3 մարզերում մենք ամփոփենք սկրինինգները, իդեպ 3 մարզերում թիրախային բնակչությունից 50-ից 69 տարեկան կանանց քանակը կազմում է 26000, այսինքն 26000 կնոջ նախատեսված է հետազոտել այս շարժական մամոգրաֆի միջոցով։ Եվ 2 տարին լրանալուց հետո իհարկե նախքան այդ ժամկետը լրանալը առողջապահության նախարարությունը պետք է մտածի եւ միջոցներ հայթայթի, որ նույն թիրախային բնակչության մեջ երկրորդ ռաունդով գնա, այսինքն ինտերվալը գոնե կարողանանք միջազգային ստանդարտներով պահպանել, գոնե 2 տարին մեկ միևնույն կինը, որ արդեն մասնակցում է մամոգրաֆիայի ծրագրում, կարողանա երկրորդ անգամ նաև մասնակցել, որ այդ ամբողջ գիտական ներուժը, որ դրված է մամոգրաֆիկ, իդեպ սա ասեմ, որ ժողովրդագրական սկրինինգ է, ոչ թե պոպուլիստական, որը որ նախկինում Հայաստանում իրականացվել է տարբեր բուժ կենտրոնների կողմից, կրել է օպորտունիստական բնույթ, բայց այս մեկը առաջին անգամ է, որ դեմոգրաֆիկ է իրականացվում Հայաստանում։ Շնորհակալություն, շատ տպավորիչ թվեր են մեզ համար, մի կողմից ուրախանում ենք, որ վերջապես սկիզբը դրվել է, մյուս կողմից իհարկե տարակուսանք է առաջացնում, ինչ ենք անելու 2 տարի հետո, մոտավորապես կարող եք հուշել թվերը, որ ծախսվել են այս 2 տարվա 28, թե 26000 կին հետազոտելու համար։ Ընդհանուր դրամաշնորհի գումարը ուրեմն $1 միլիոն է կազմում եւ այդ գումարը տրամադրվել է Եվրասիական զարգացման հիմնադրամի կողմից, որը որ գլխամասը գործում է Մոսկվայում, Ռուսաստանում։ Եվ նաեւ այսպեսի լրացում անեմ, որ ի սկզբանե նախքան մեր աշխատանքների մեկնարկը, երբ որ մենք մրցույթով մեր կազմակերպությունը շահեց այդ գործելակարգերը մշակելու մրցույթում, նախադրված էր, որ այդ դրամաշնորհային գումարները հոգում են միայն սկրինինգի բուն մամոգրաֆիայի ծախսերը։ Գործելակարգերը մշակելու ընթացքում եւ եզրափակելու արդյունքում ստացվեց այնպես, որ մեր առաջարկած միջազգային լավագույն փորձի հիման վրա, որ սկրինինգից հետո պարտադիր կասկածելի դեպքերին պետք է հրավիրել Երևան թոմոսինտեզով անել, դրանից բխող կլինիկական ցուցումներով նաև հարկավոր է բիոպսիա անել, բիոպսիան նաև հետո ենթարկել իմունոհիստոքիմիային եւ
ամբողջությամբ ախտորոշել քաղցկեղ ու նոր արդեն կնոջը առաջարկել բուժման պլան։ Այդ միջանկյալ գործողությունները պետությունը պատրաստ չէր իր վրա վերցնել։ Միայն սկրին էին անում, միայն շարժական մամոգրաֆիա ուզում էին նկարեին, կնոջը ասեին այո կամ ոչ եւ դրանով իրենց միջամտությունը պետության սկրինինգային ծրագրի եզրափակվեր։ Մեր մշակած գործելակարգերի շնորհիվ, որ չի կարելի գործը կիսատանել եւ պատճառ բռնել, որ չկա դրա գումարը, գործելակարգերը մշակվեցին այնպես, որ պարտադիր կասկածելի դեպքերը պետք է գան տոմոսինտեզի, հետո բիոպսիայի եւ պետությունը ծախսը համաձայնեց իր վրա վերցնել, ինչը շատ գովելի է։ Ի տարբերություն նրա, որ սկզբնական շրջանում ասում էր ծախսատար կլինի, չենք կարողանա։ Բայց հիմա շատ լավ ծրագիր ընթանում է, կասկածելի դեպքերին հրավիրում են Երևան Ֆանարջան կենտրոն, այդ տոմոսինտեզով իրականացնում են, հետո բիոպսիան անում են, միայն այն մի հատվածը, երբ որ քաղցկեղը հաստատում են բիոպսիայով, բայց նաև պետք է լինում իմունոհիստոքիմիայի հետազոտություն անել, որ բնորոշել ինչ տեսակի քաղցկեղ է։ Միայն այդ մի ծախսն է թողնվում կնոջ վրա, պետությունը դեռ չի կարողանում իր վրա վերցնել։ Բայց այնուամենայնիվ 30%-ով այդ իմունոհիստոքիմիայի հետազոտության մի մասը 30%-ը սուբսիդավորում է պետությունը։ Տիկին Դավթյան, ներեցեք ձեր խոսքը ընդհատեցի, դուք ցանկանում եք լրացում անել Չէ, ընթացքի մեջ է։ Հա, շատ տպավորիչ տվյալներ են իրոք, որ մեզ համար որպես Հայաստանի բժշկությունը զարգացնել ցանկացող ասոցիացիաների շատ հետաքրքիր է ինչպիսին է վիճակը։ Իրականում մենք շատ փոքր ասոցիացիա ենք եւ հիմիկվա մեր գործունեությունը հենց ներդրել ենք հիմնականում կրթական ոլորտում։ Հուսանք, որ հետագայում կմեծանանք եւ ռեսուրս նույնպես, բայց ամենայն դեպս սերտ կապի մեջ ենք բոլոր միջազգային բժշկական հայկական ասոցիացիաների հետ։ Եվ ինձ համար, ինչպես ասում են, ամեն մարդ իր մասնագիտության տեսանկյունից է նայում, բայց անխոս կրծքագեղձի քաղցկեղը պետք է լինի համար առաջին առողջապահության խնդիր մեր երկրի համար, հաշվի առնելով մահացության թվերը, եւ պետք է մտածել ինչ անենք, որպեսզի սկրինինգը ունենա շարունակական բնույթ։ Մի բան կարելի ասել, վերապատրաստումներ բժիշկների համար կարող են կազմակերպել։ Դա մեր նպատակների մեջ է մտնում եւ իրոք իրականացնելու ենք այդ ծրագրերը, եթե դուք ունենաք առաջարկություններ, մեծ հաճույքով մենք պատրաստ ենք քննարկել, որովհետեւ Իսպանիայի հիվանդանոցները պատրաստ են համագործակցել, պատրաստ են գրկաբաց ընդունել եւ վերապատրաստել այդ ամենը։ Մենք եթե ցանկանում եք վեբինարից հետո ավելի կարող ենք քննարկել այս հարցը։ Ուղղակի տվյալ տարվա ընթացքում COVID-ի հետ կապված, որ սահմանները փակ են եւ վիզաների գործընթացները եւ այլն, այդ հարցը մի քիչ մի կողմ է դրված, որովհետեւ գնալ գալը այդքան հեշտ չէ, բայց հուսով ենք շուտով այս սահմանները կբացվեն եւ մեր նպատակների մեջ դրված է բժիշկների վերապատրաստումը նաեւ իսպանական կլինիկաներում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցեր եթե չկան, թե կան։ Աննա ջան, ողջույն, նախ շնորհակալություն հրաշալի պրեզենտացիայի համար, իսկականի շատ հաջողված պրեզենտացիա է, շնորհավորում եմ։ Ողջույն նաև մեր բոլոր մյուս մասնակիցների, ես Արտուրն եմ Եսայան, Համադիա ասոցիացիայի անդամներից մեկը։ Որ մեր ասոցիացիայի Համադեա, մենք ներկայացնում ենք Համադեան, իսպանական բարեգործական բժշկական կազմակերպություն։ Հա, դուք եք Իսպանիայից։ Այո։ Ողջունում եմ ձեզ։ Մենք ենք ձեզ ողջունում, նախ շնորհակալություն միանալու համար։ Աննա ջան, նախ եւ առաջ տիկին Հասմիկ ձեզ մի փոքրիկ ինֆորմացիա, ճիշտ ասած, բժիշկների ստեղ գալ վերապատրաստելու հետ կապված մենք ինքներս ենք երկար մտածել, ուղղակի ինձ միշտ մի հարց ա ուզում, որ Իսպանիայում անգլերեն իմացությունը տես տարածված չի ինչպես մյուս երկրների, ու միշտ լեզվի բարիերի խնդիր առաջանալու։ Ես անգլերեն գիտեմ, անգլերեն լեզվով եմ հաղորդակցվում։
գիտեմ դրա համար պետք է մի քիչ դժվար անել, որովհետև միշտ չի հեշտ լինում գտնել մասնագետներ, ովքեր տիրապետ են անգլերեն, որպեսզի կարողանան համագործակցել, կամ այսինքն պետք է խնդիրը լուծվի, որ Իսպանիայում ովքեր որ ցանկանալու են գան իրանց իսպաներեն սովորացի ինչ որ մի մակարդակի Մամոլոգիայի բոլոր այցելուներին ես պատրաստ եմ բոլոր գործերս թողնել եւ քանի որ իմ աշխատավայրում է լինելու ես ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին Արտուր ջան, ես կամավոր սկզբունքներով պատրաստ եմ ուղեկցել, եթե ծրագիրը հասնի դրան, որ լեզուն է խնդիրը։ Հասկացա Տիկին Հասմիկի մասնագետների ինձ թվում է երևի ռադիոլոգների մասին է խոսքը, թե վիրաբուժական Ռադիոլոգ, որովհետև սկրինինգը հենց հենված է ռադիոլոգների վրա։ Ռադիոլոգներն են սկրինինգ անում, ռադիոլոգներն են որոշում, որն է բիրած 4, որն է բիրած 5, որին բիոպսիա անեն։ Առաջին հերթին ռադիոլոգն է դա որոշում։ Դրա համար պետք է ուժեղ լինենք էլի ռադիոլոգներով։ Ես դեռ համամիտ եմ, համաձայն եմ, մենք ինքներս էլ մեր առաջին նպատակներից մեկը դա է եղել, որպեսզի կարողանանք եթե հնարավոր է լեզվի բառերը վերացնել մեր մասնագիտական ուղղությամբ, օգնենք մեր գիտելիքները կիսվենք հնարավորինս բոլոր միջոցներով, բոլոր մեթոդներով, որ հասնենք այն, դա ոչ թե սովորացնել, մի քիչ չեմ ուզում կոպիտ ընչի, որովհետև մենք չենք սովորացնում, մենք ընդհանրապես ունենք մի հատ հսկայական պոտենցիալ ամբողջ աշխարհում, որ տենց երկիր չկա, որ հայի բժիշկ այնտեղ չնի ինչ որ բանի հասած, ուղղակի մենք մեր ինֆորմացիան մեզ հարազատ, մեզ հասկանալի մայրեն լեզվով կիսում ենք մեր գոլեգաների հետ, հետո արդեն ամեն մեկը վերցնում է այն, ինչը որ չգիտեր, ինչ որ պակասում էր կամ ինչու՞ չէ նաև ինչի հետ համաձայն է, որովհետև միգուցե բաներ լինի, որ կիսվենք ու ինքը համաձայն չլինի, սեփական կարծիքները նույնիսկ չփոխի է։ Եվ մի փոքր սահման փակելու համար Աննա ջան, քեզ մի հատ հարց կուզենայի, դա անկեղծ ասած, ես կուզենայի մի հատ հաղորդագրություն ուղղել մեր հայ կանանց, որովհետև ցավոք սրտի նույն իմ շրջապատում, իմ ծանոթների մեջ շատ դեպքեր են եղել, որ տարիքով մարդիկ, տարիքով կանայք տեսնելով կրծքի բորբոքումը, ասում են, դե ես մտածեցի մաստիտ է, անցավ մի որոշ ժամանակ, եկավ Տիկին Հասմիկի ասած, արդեն կուրծքը կնճռոտված մի հատ մեծ գոյացությունով։ Ինչ հաղորդագրություն կուղղեր մեր հայ կանանց, մինչև որ տարիքը մտածեն ավելի շատ մաստիտ եւ որից հետո չմտածեն, որ դա մաստիտ է ու ինչին ավելի շատ ուշադրություն դարձնեն, ինչ տարբերություններ կա մաստիտի եւ որն է, որ մաստիտ չի հաստատ, ավելի շատ կարելի է մտածել ուռուցք ու ավելի շատ ուշադրություն դարձնել դրա։ Մի փոքրիկ ուղղակի հաղորդագրություն մեր Մաստիտը подобный կանցերն է, չէ՞ դա։ Կներեք, Բժշկուհի Աննա ջան, մի հատ մենք կրծքային վիրաբույժներից Վիկտորիա Զախարյանը փորձում է միանը, բայց ասում է ինչ որ կոդ է ուզում։ Մեր միացման ընդունումը իրականացնում էր Սիրանը, իսկ ինքը հիմա արդեն ցավոք կապի մեջ չի, որտեղ արդեն դրա բայց ձայնագրությունը դնելու ենք։ Ես Վիկտորիային շատ սիրում եմ, բայց Իրանցի ես էստեղ եմ։ հա, ինչ կոդ է, հղումով չի լինում։ Չգիտեմ, ինքը նոր ինձ գրեց, որ կոդ է ուզում, ես ասացի կարող է Google-ի account է ուզում։ Համապատասխանությամբ ենք մենք հանդիպելու դոկտոր Աննա։ Ես օրինակ կցանկանայի կրծքագեղձի քաղցկեղի մասին շատ բաներ պատմել, սկսած մոլեկուլյար տիպերից, նորագույն բուժման մեթոդներից եւ այլն։ Մենք դեռ չունենք պլանը սեպտեմբերից սկսող պլաններ մեր վեբինարների մասին, բայց եթե հնարավոր լիներ, ես կցանկանայի, որ շարունակական հենց կրծքագեղձին նվիրված, ես էքսպերտների կհրավիրեի եվրոպական, որոնք ներկայացնեին։ Ինչ վերաբերում է Արթուր ջան, քո դրած լավ հարցադրմանը, ես կուղեմ այն հաղորդագրությունը հայ կանանց, որ միշտ ուղղել եմ իմ ռուս հիվանդներին, ուղղել եմ իմ իսպանացի հիվանդներին եւ բոլոր կանանց, անկախ նրանից որտեղ են նրանք ապրում։ Սիրելիներս, պատկերացրեք, ծնվել եք, սովորել եք, երեխա եք բերել, լավ աղջիկ եք եղել, լավ կին եք եղել, շատ աշխատել եք, եկել է մի պահ, որ դուք պիտի ձեր աշխատածի արդյունքը տեսնեք։ Տեսնեք ինչպես է ձեր երեխան դպրոց ավարտում, տեսնեք ինչպես է ձեր թոռնիկը ծնվում, տեսնեք ինչպես եք դուք աշխատավայրում դառնում տնօրեն, հասնում այն ամենին, ինչի մասին երազել եք, գալիս եք այն տարիքին, երբ դուք պիտի վայելեք։ Դա հիմնականում կանանց համար լինում է 40 տարեկանը։ Պատկերացրեք, այդ պայծառ ապագան դուք վիզուալիզացրեք, որ եկել է արդեն ձեր դիմացն է, ասենց արդեն ձեռքներդ մեկնել եք, որ պիտի ստանաք, ու այդ պահին ըստ վիճակագրության 10-ից մեկը
ստանում է կրծքագեղձի քաղցկեղի մասին նորություն։ Այ որպեսզի այդ պահին չփշրվեն ձեր երազանքները, որովհետև քաղցկեղը միշտ գալիս է անտեղին, միշտ գալիս է չսպասված, չի ուղարկում ձեզ նամակ, որ գալու է, այդ ամեն ինչը հասցնելու համար դուք պետք է իմանաք, որ սկրինինգը 98%-ով կարող է փրկել ձեր կյանքը։ Դուք կարող եք մի փոքր բուժում անցնելով, իրոք, սիմվոլիկ վիրաբուժական բուժում անցնելով, ապրել երկար տարիներ, կամ դուք կարող եք ձեր վախերի մեջ ապրելով, չնկատելու տալով լրիվ ակնհայտ ախտանշանները, չգնալ բժշկի, որպեսզի չլսեք վատ նորությունը։ Վատ նորությունը ձեզ չի սպանելու։ Քաղցկեղը, այո, բժիշկը ձեզ միայն փրկելու է։ Եվ ինչպես հին, չեմ հիշում, Ամիրդոմլատ Ամասյացին է ասել, միգուցե սխալվում եմ, ասել է 3 կողմ ենք. բժիշկը, հիվանդությունը եւ հիվանդը։ Եթե հիվանդը բռնի բժշկի կողմը, մենք հաղթելու ենք հիվանդությանը։ Եթե հիվանդը բռնի հիվանդության կողմը, բժիշկը պարտվելու է։ Դրա համար, սիրելիներս, այսքանով կուզեի եզրափակել 40 տարեկանից ավել։ Ես չեմ ասում զբաղվեք ինքնահետազոտությամբ եւ այլն։ Բայց ձեր մակիաժի, սիրուն շորի, հարսանիքի նվերի, նույնիսկ եթե հիմա գումարով է, մի փոքր գումար է արժե, տարին 2 անգամ գոնե։ Ծախսել, գնալ կատարել մամոգրաֆիկ հետազոտությունը եւ ապրել հանգիստ։ Իսկ մենք բժիշկներս պիտի օրինակ ցույց տանք։ Օրինակ ցույց տանք, որ գիտակցում ենք, իմ բժիշկներս ինքներս անենք եւ ասենք, դրա մեջ բան չկա, մենք ռեգուլյար անում ենք, գիտենք ռեզուլտատը եւ ապրում ենք, որտեղ մենք պետք է հսկենք մեր կյանքը։ Եվս մեկ անգամ անչափ շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Ես ձեզանից ավելի շատ բան սովորեցի իրականում եւ շատ հաճելի էր իմանալ Հայաստանից այդքան լավ նորություններ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։